Ժողովուրդս վրդովված ռոլիկներ աղերգում ինձ, որ Հայաստանը դառնում է Ադրբեջան, դպրոցում երեխուն ասում են անպայման նամազ կրթա, չեմ անում նամազ արա, իբր հանում են դպրոցից, իբր հեռուստացույցով ադրբեջաներեն են հաղորդում եւ այլն եւ այլն։ Վիժված շինվածները, ռսի շինվածները շատ քաջ գիտակցում են, որ հենց իրանք եկան դարձան ղեկավարություն, դարձրեցին գուբերնիա, Պուտլերը Հայաստանը ստալու է Թուրքին իր ապրանքի, իր շահի, իր երկրի էկոնոմիկան պահելու համար, որտեղ հիմա Պուտլերը սատկած վիճակում է, իր էկոնոմիկան էլ ռակում կանգնած է։ Ու նախորոք այս ռոլիկները նկարահանում են, որովհետև եթե հանկարծ դրանք եկան իշխանության, այդ ամեն ինչը դառնալու է իրականություն։ Ուղղակի իրանք այս ամենը բարթելու են Նիկոլի վրա։ Իբր Նիկոլն է այնպես արել, որ ստիպված այս հենց ենք տարել։ Սրանք իրանց համար այս ռոլիկներով հող են նախապատրաստում։ Սրանք, երբ որ հեղափոխություն եղավ, ասեցին Նիկոլն եկել է հողերը տա, որովհետև իրանք տվել էին ու շատ լավ գիտեին, որ այն որ ասում է նազադ դարոգի նետ։ Ու իրանք հասան իրանց նպատակին։ Մինչև վերջին սանտիմետրն էլ տվեցին։ Լուծ արեցին, հանձնեցին ու դուրս եկան։ Ուղղակի այնպես արեցին, որ այդ ժողովրդին ղարաբաղցիներին օգտագործեն Նիկոլի դեմ, բայց չստացվեց իրանց մոտ։ Սրանք այնքան պղծված սրբապղծեր են, սրանք այնքան վիժվածք են, սրանք ոչ մի սրբություն չունեն, ոչ մի հատ երևույթ ասեք, որ սրանք չեն պղծել, չկա, գոյություն չունի։ Հետո էլ այս ռոլիկները նկարահանելուց հետո հելնում են այս շեշ դուս են տալի, թե բա մենք փող չենք բաժանում, ԿՊ-ն է բաժանում, կտացրելա քեզ, տարելա, ղեղը թափելա, ասենք ԿՊ-ն պետքա կաշառք բաժանի, որ դու անցնես, լուրջ ես ասում։ Օր ասենց խփնված, ասենց անտաղանդ, սենց անպատիվ, անթասիպ, սենց սուտասան, սենց դալբայաշեր ես էլ չէի տեսել։ Թուրքը ասում է հայը ծախու արարած է, դավաճան է, այս ռսի շինվածներն էլ եկել են այդ դավաճանին առնելու։ Դե քեզ տեսնեմ հայ ազգ, քեզ տեսնեմ, ժողովուրդ ջան։ Մի հատ գցեք ձեր ոտերի տակ սրանց, թե իրանց արտահայտած մտքերը մեր մասին, թե Թուրքի, թե Ռուսի արտահայտած մտքերը մեր մասին, եկեք մի հատ ժողովրդով հավաքվենք, սրանց մի հատ գցենք ոտներիս տակը։ Ի նկատի ունեմ ամսի 7-ին, ընտրություններով։ Իսկ այն լրբի վաստակները, ովքեր որ փող են վերցնում, 10 ովքերի մեջ են, որ քրվում էիք, ղարաբաղցիներին, որ փող եք վերցնում, ճիշտ է, որ փողը տալիս է, այն էլ դնում է մեջը, հասկանալի է, բայց քեզ փող տվողն էլ քո մեջ է դնում, այնց որ ասոբը վեր մի թռի էլի, պրոստը ստեղ իերարխիա է։ Քեզ են մեկնա դոմփում, դու ուրիշին ես դոմփում, նորմալ է, սաղը տել պուտանկա եք, այսքանը։